Երեք նաև ինչ էր ասում էր ես չեմ թողնելու այն ինչ ունես, ժառանգեք երեխաներին, էլի։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետքա լինես, որ իմ երեխուց, ես չգիտեմ ես ինչ մարդկային տեսակ է, էլի սա մի ուրիշ մարդկային տեսակ է, ահավոր է, երբ որ տեսնում ես, որ նման տեսակի, նման, չգիտեմ, մարդուն կարան այդքան ձայն տան, այդքան հավանեն, սա իսկականից մեծ ողբերգություն է այս ընդհանուր երկրի համար։ Բայց ընդդիմությունն էլ քիչ ձայն չի հավաքել, հարցս կրկնեմ, ի վիճակի է ընդդիմությունը այսօր դիմակայել այսպիսի պրոցեսների, որոնք թվարկում եք այստեղ։ Ուզես չուզես պիտի դիմակայենք, իսկ այսքան ժամանակ ինչ ենք անում։ Դա դիմակայում ենք, չէ՞, բայց այս ամեն ինչ որ հիմա կատարվում է, այդպես դիմակայելու արդյունքում է։ Քիչ կան, քանի հոգի գիտեք, ովքեր խելոք գնացել, համակերպվել, ենթարկվել են, ինչ որ բան պայմանավորվել են, մի մասը թողել գնացել է, չեմ էլ մեղադրում, այսինքն թողել գնացել է, չի, մենք մնացել ենք պայքարում ենք, շարունակելու ենք։ Էս է հենց դիմադրությունը։ Թե չէ նույն գիտեք, այն սկզբունքը երեք էլ է ասում, այսօր փորձի մասին։ Այսօր քանի հոգի կա նույն իշխանության մեջ, նախկին կոչված, այսպես իրենց մերկաններով, էլի, նախկին մնացած, հարուստ, այսպես նախկին օլիգարխներ, իշխանամերձ։ Ոչ մի բան։ Իրանց գույքը չի ստուգվում, իրանց հետևից չեն գնում, իսկ այն ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը, պայքարում է, այդ մարդկանց հետևից գնում են։ Սա է շատ ակնհայտ է ամեն ինչը բոլորի աչքի առաջ։